Մոսկվան զգուշացնում է Հայաստանին, սակայն իշխանությունը հաշվի չի առնում այն։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունից են մեսիջներ ուղարկվում Հայաստանին։ Արևմուտքի, այդ թվում Եվրոպական միության նպատակներից մեկը Հայաստանին Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ օգտագործելն է։ Հայաստան Եվրոմիություն հայտարարության մեջ արդեն կան կետեր, որոնք արդեն հակասության մեջ են մտնում ԵԱՏՄ-ի հետ Հայաստան ունեցած պարտավորությունները։ Ունդեղ կար կիբերանվտանգության եւ այլն, որը Ռուսաստան ճշտամի երկիր ուրեմն դու ԵԱՏՄ-ի հետ դա չես կարող զարգացնել։ Մենք զգում ենք, որ հայկական կողմը հայաստանյան ղեկավարությունը տրամադրվածություն չի ցուցաբերում լսելու մեր զգուշացումներն այն մասին, որ արևմուտքի, այդ թվում Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող Եվրամիության իրական նպատակը Հայաստանին Ռուսաստանի դեմ օգտագործելն է։ Եվ որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, թե Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու իրենց օրակարգում, Հայաստանի հյուսիսային հարևանը ազդակներ է ուղարկում կարմիր գծերին Հայաստանի մոտենալու մասին։ Բնական է, որ ինքը չի կարող գնալ գյուղ, որի տղամարդկանց բնակչության կեսից ավելը գնում է Ռուսաստան որպես աշխատանքային միգրանտ, ինքը ասի գիտեք, ինչ Ռուսաստանի հարաբերությունները վատացնելու են, որ մարդիկ էլ մտածեն, հա ուրեմն տենց է միգրանտները այլևս չեն կարող գնալ Ռուսաստան աշխատելու, ուրեմն բերես հունիսի 7-ին իրեն չքվերքին։ Մոսկվան ակնկալում է Հայաստանի հետ կայուն հարաբերությունների պահպանում երկրում սպասվող ընտրությունների ֆոնին։ Գալուզինը հույս ունի, որ Հայաստանում սրվող նախընտրական իրավիճակի պայմաններում հասարակությունը կպահպանի սառնասրտությունը եւ թույլ չի տա, որ Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարանան։ Հուսով եմ ընտրությունների շուրջ ստեղծվող էլ ավելի բուռն մթնոլորտում հայ հասարակությունը որևէ մեկին թույլ չի տա իր երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ։ Գալուզինի ձևակերպմամբ Հայաստանը չի կարող միաժամանակ դառնալ Եվրոպական միության անդամ եւ պահպանել մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Ըստ ռուս փոխարտգործնախարարի երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցության համատեղումն ի սկզբանե անհնար էր։ Ինչպես ասում են, Հայաստանին չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում ապրել։ Հավանական է, որ մոտակա ԵԱՏՄ-ի ժամանակ ուղղակի հարց բարձրացվի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ծառեցնելու վերաբերյալ։ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութեր եւ բենզին։ Ըստ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի, դրանք շուկայականից 3 անգամ ցածր գնով են հասցնում Հայաստանին։ Շոյգուի ձևակերպմամբ հայկական գյուղմթերքի արտահանման մինչև 98%-ը եւ թունդ ալկոհոլի արտահանման 78%-ն են բաժին ընկնում ռուսական շուկային։ Հայաստանի քաղաքացիները ըստ Շոյգուի Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի եւ աշխատանքի թույլտվությունների։ Շոյգուն հարց է տալիս, օրինակ, ինչ պայմաններով է հայկական կողմը պատրաստվում Եվրամիություն արտահանել ծիրան, իշխանձուկ եւ հանքային ջուր։ Այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ համագործակցությունը ըստ Շոյգուի մնում է Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչը։ Ապրանքները պետքա, որը Ռուսաստանն էր վաճառում, հիմա չի վաճառելու, պետքա թույլ տաս քո շուկանից կով ասեց, որ ինքը պատրաստվում է հայկական Եվրոմիության չափանիշներին չհամապատասխանող անորակ ապրանքը իր մոտ վաճառի քվոտաներ բացի։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի ձևակերպմամբ 2025-26 թվականներին Հայաստանի ռազմավարական գործընկերներ են դարձել այնպիսի պետություններ, որոնց Մոսկվան համարում է ոչ բարեկամական։ Նա մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հարթակ տրամադրելն անվանել է ծաղր նացիզմի դեմ պայքարին մասնակցած հայերի հիշատակի նկատմամբ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Աշխարհում ծնելիության մակարդակը շարունակում է նվազել։ Մասնագետները փորձում են հասկանալ այս միտումն ու դրա պատճառները։ Միջազգային ուսումնասիրությունների համաձայն վերջին տարիներին տարբեր երկրներում ծնելիության անկումը հաճախ համընկել է սմարթֆոնների եւ արագընթաց ինտերնետի լայն տարածման հետ։ Փորձագետների մի մասը կարծում է, թե թվային միջավայրը փոխել է մարդկանց հարաբերությունները, շփումները եւ անգամ ընտանիք կազմելու վարքագիծը։ Վերջերս հետազոտություն իրականացվեց ծանոթությունների հավելվածների վերաբերյալ։ Եվ պարզվեց, օրինակ, որ մարդկանց զգալի մասը այդ ծանոթությունների հավելվածներից օգտվում է միայնակության պատճառով։ Միայնակ են, եւ այդ միայնակությունը չի ապահովում միայնակությունից դուրս գալը, չի իրականացվում իրական պայմաններում, իրական շփման մեջ, այլ ծանոթությունների հավելվածներում է ավելի դյուրին։ Մարդիկ աստիճանաբար հեռանում են ավանդական շփումներից, իսկ տեխնոլոգիաները հաճախ դառնում են այդ մեկուսացման ճակերտավոր փոխարինողը։ Մասնագետները նկատում են խնդիրը միայն տեխնոլոգիաները չեն։ Ըստ վերլուծությունների մարդիկ սկսել են հեռանալ համայնքային եւ մարդկային կապերից, իսկ թվային հարթակները պարզապես լրացնում են այդ դատարկությունը։ Նկատում են, սա նման է երկրագնդի արևմտյան կողմի քաղաքակրթությանը։
Արևմտյան տիպի հասարակություններում մենք գիտենք մեզնից տարբերվող էին շփումները, ավելի քիչ զգացմունքային էին, ավելի շահախնդիր էին, ավելի գործնական էին եւ ավելի ներփակված։ Հիմա մենք գնում ենք հետողությամբ։ Թվային միջավայրում իդեալական կյանքի կեղծ ցուցադրությունը մասնագետների կարծիքով փոխել է մարդկանց պատկերացումները իրական սպասումների մասին։ Արագ սպառվող բովանդակությունը, մշտական համեմատությունները եւ կատարյալ կյանքի ցուցադրությունը փորձագետների գնահատմամբ հաճախ ձևավորում են ոչ իրական սպասումներ, ազդելով թե ինքնագնահատականի, թե հարաբերությունների կայունության վրա։ Գայթները իհարկե ինչ խոսքի են շատ ինֆորմացիա են տալիս, եւ այդ ինֆորմացիան լինում է իրարաներ։ Այդ ինֆորմացիայի հետևանքով շատ հաճախ մարդիկ ուղղակի լարվում են։ Մտնում է ինչ-որ թանկ ռեստորան, մինչդեռ նա ընդհանրապես նկարվում է։ Դա ցուցամոլության ժամանակակից տեսակն է, որ ուզում է ցույց տալ, որ ինքը շատ լավ է ապրում։ Այստեղ է շատ որակը շատ փոխվել է, շատ ցավալի է դրան դիտարկելը։ Ծնելիության անկումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, տնտեսական խնդիրներից մինչև արժեքային փոփոխություններ։ Սակայն թվային միջավայրը ըստ մասնագետների դարձել է այն տարածքը, որտեղ ավելի ակնհայտ են դառնում միայնությունն ու ընտանիքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Բնակչության ծերացումը աստիճանաբար դառնում է ոչ միայն ժողովրդագրական, այլև սոցիալական ու տնտեսական լուրջ մարտահրավեր, ահազանգում են մասնագետները։ Ծնելիության նվազումը, կյանքի տևողության աճն ու երիտասարդ սերնդի փոփոխվող կենսակերպը փոխում են հասարակության կառուցվածքը, առաջ բերելով նոր խնդիրներ, աշխատուժի պակասից մինչև սերունդների միջև խորացող տարբերություններ։ Փորձագետների խոսքով այս փոփոխությունները հատկապես փոքր երկրների համար կարող են ավելի շոշափելի հետևանքներ ունենալ։ Ընթացքը ցույց է տալիս ծնվածների թիվը քանի գնալ նվազելու է։ Բնակչությունը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի առջև, երկրատնդի մակարդակում դա ակնհայտ է։ Խնդիրը միայն թվերի հետ կապված չէ, նշում են մասնագետները։ Ասում են, երբ հասարակությունում նվազում է երիտասարդների թիվը, փոխվում է նաև տնտեսական բեռի բաշխումը, քանի որ աշխատող բնակչության վրա մեծանում է պատասխանատվությունը ապահովելու տարեցների սոցիալական եւ կենսաթոշակային կարիքները։ Աշխատող մասը բնակչության, որը ստեղծում է բարիքներ ու եկամուտները, հարաբերական նվազում է։ Եթե շատ նվազի, ստացվել է, որ ասենք մեկ աշխատող 3 հոգու պետք է պահից, դա բնական տնտեսական շատ լուրջ խնդիրներ առաջացնելու։ Փոփոխությունները զգացվում են նաև հասարակական հարաբերություններում, նկատում են մասնագետները։ Թվային տեխնոլոգիաների ազդեցությամբ փոխվում է սերունդների միջև կապը եւ ավանդական արժեքների փոխանցումը դառնում է ավելի բարդ։ Նշում են, թե բնակչության ծերացման կանխարգելման գործընթացում Հայաստանի համար հնարավոր լուծումներից կարող է լինել հայրենադարձության խթանումը եւ սփյուռքի ներուժի օգտագործումը։ Երիտասարդ սերունդները ավելի շատ իրենց, ասենք, կրթությունը, դաստիարակությունը, գիտելիքները ստանում են ոչ թե ընտանիքում, դպրոցում, այլ ինտերնետում։ Իսկ ինտերնետը բոլորովին ուրիշ տիրույթ է, էլի դրական բան չի սա։ Մեր ռեսուրսը շատ ավելի մեծ է, եթե մենք կարողանանք դրանից օգտվել։ Ազայից մի երկիր տես հնարավորություն ունի, որ դրսի իր ազգատիցներին բերի, էլի ոչ թե օտար երկրացիների։ Բնակչության ծերացումը մասնագետների գնահատմամբ առաջիկա տասնամյակների կարևորագույն մարտահրավերներից է լինելու, եւ որքան արագ են փոխվում ժողովրդագրական միտումները, այնքան ավելի հրատապ է դառնում ոչ միայն տնտեսական ու սոցիալական համակարգերի վերանայումը, այլև սերունդների միջև կապը պահպանելու հարցը։ Ամերիկյան հեղինակավոր ֆինանսական կազմակերպություններից մեկը վերջերս հրապարակել է մի հետազոտություն, որը վերաբերում է աշխարհի տարբեր պետություններում հիմնված բիզնեսների քանակին։ Ըստ հետազոտության այդ սանդղակում Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 3-րդ տեղը, առաջին հորիզոնականում է Էստոնիան, երկրորդում Իսրայելը։ Հայաստանում բիզնես սկսելը իսկապես դյուրին է, շատերն են որոշում սեփական գործ սկսել։ Շատ ավելի հետաքրքիր է, որ նայում ենք 42 ամսից ավել գործող բիզնեսները եւ նրանք, ովքեր արդեն աշխատավարձ են վճարում եւ այլն, տնտեսական ցուցանիշը 7-8% է, որով արդեն Հայաստանը զբաղեցնում է 50 երկրների շարքում ավելի վատ տեղ, 23-րդ տեղը, իսկ 24 թվին նորից նվազել է դա։ Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները նախորդ տարիներին անընդմեջ խոսում էին խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են իրենց արդյունավետ աշխատանքին եւ աճին։ Հարկերի բարձրացման հետևանքի շնորհիվ առնվազն ես հստակ թվեր չեմ կարող ասել, 10-ից 15% ՓՄԾ-ներից փակվել են։ 20-25%-ը փակման շեմին են, մյուսները ճկնում են վարկերի տակ։ Հաշվապանական եւ իրավաբանական ծառայություն մատուցողները, որ անցած տարվա հուլիսից հայտնվեցին
ավելացված արժեքի հարկի դեր։ Նախ իրենց մոտ համարյա 2 անգամից ավել հարկը բարձրացել է եւ շրջանառությունը էլի մոտ 2 անգամ կրճատվել է։ Սա նշանակում է, որ այդ ռեֆորմը նպաստել է նրան, որ այդ ոլորտում գործողները գնան ստվեր կամ հակառակ իրենց շրջանառությունը պակասեցնեն եւ այլն։ Մարդիկ բիզնես են ստեղծում եւ սառեցնում դրա աշխատանքը մեկ այլ պատճառով եւս։ Բիզնես վարկերը չափազանց թանկ են եւ դրանք ներգրավելու համար անհրաժեշտ է գրավ, որը ոչ բոլորն ունեն։ Ֆինանսական միջոցներ ներգրավի այդ ՓՄԶ, որ կարողանա նաև հումքի հետ կապված խնդիրներ լուծի, իսկ ստեղ նորից էլի ՓՄԶ-ի համար բարձր վարկեր են, բարձր տոկոսներ են, իսկ խոշորի համար ցածր։ Ակտիվ տնտեսվարողների մեջ 97%-ը ՓՄԶ-ներ են, մոտավորապես 70,000, իսկ դրանց մեջ այդ ՓՄԶ-ների մեջ կազմում 49.7%-ը անհատ ձեռնարկատեր են։ Այսա կարմիր լույս է ցանկացած պետության համար, երբ որ ակտիվ ՓՄԶ-ների մոտավորապես 50%-ը ֆիզանս ձեռնարկատերեր են, այսինքն կազմակերպություններ էլ չեն։ Հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար վերջին տարիների գոյատևման մեծ խոչընդոտ են դարձել նաև օնլայն առևտրի հարթակները, որոնք տարեցտարի ավելացնում են շրջանառությունը եւ արդեն հայտնվել են խոշոր հարկատուների տասնյակում։ Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին զրկում են հաշմանդամության թոշակից ու հաշմանդամության կարգից։ Ծնողների այն հարցին, թե ինչու են իրենց երեխաներին կտրում նպաստ թոշակից այն դեպքում, երբ դիաբետիկները ունեն հատուկ սննդակարգ, օգտագործում են ամենօրյա դեղորայք ու նրանց հատուկ խնամք է պահանջվում, որը բազմաթիվ ֆինանսական միջոցների հետ է կապված, պատկան մարմինները պատասխանել են, որ դիաբետը ապրելակերպ է ու թոշակ չեն ստանա այնքան ժամանակ, մինչև չունենան ուղեկից այլ հիվանդություններ։ Օրինակ, ծնող կա, ում երեխան բարդ ալերգիա ունի այն դեպքում, երբ տարին մեկ անգամ երեխան պառկում է հիվանդանոց, մեկ ուրիշին էլ ստուգող հանձնաժողովը ուշագրավ պատճառաբանություն է ներկայացրել։ Երեխուն 2 հարց տվեցին, ինքը բաների հետ կապված դու կարող ես ներարկում կատարես, ասեց այո կարում եմ։ Չգիտեմ, այնտեղ ոտքերին հենց նենց չափումներ արեցին, ինչ էին չափում։ Ասեցի բա վերջը եկրին իրանցով եկ կարելի է հասնել, եթե մեկին տալիս են, մեկին չգիտեմ, որ երեխեք ստանում են։ Ասեցի, երբ որ խնդիրներ առաջանա իրա մոտ։ Հաշմանդամության կարգը ըստ էության տալիս է մի շարք առավելություններ։ Օրինակ, նրանք բուժ սպասարկումը ստանում էին լիովին անվճար, ստոմատոլոգիական ծառայություններից սկսած մինչև բարդ վիրահատական միջամտություններ։ Տարին մեկ անգամ էլ կարող էին առողջարան գնալ։ Պետությունը նաև կատարում էր ուսման վարձի փոխհատուցում։ Սոցիալնախարարությունից պարզաբանում են, հաշվի են առնում, թե անձը տվյալ պահին որքանով է ֆունկցիոնալ։ Գնահատում ենք տվյալ անձի ֆունկցիոնալությունը, թե որքանով է նա կարողանում հասարակական կյանքին մասնակցել, լիարժեք ինտեգրվել, ինքնագործունություն ծավալել եւ այլն։ Շաքարային դիաբետի պատճառով առաջացած ֆունկցիոնալ խանգարումն այն աստիճանի չէ, որ հանգեցնի հաշմանդամության կամ կենսագործունեության որևէ սահմանափակման, օրինակ ֆիզիկական սահմանափակման կամ հոգեկան լուրջ խնդիրների։ Միասնական սոցիալական ծառայությունը հենց այս հիմնավորմամբ է մերժել շաքարային դիաբետ ունեցող մի շարք քաղաքացիների հաշմանդամության կարգ սահմանելու դիմումները։ Մայրաքաղաքից դուրս ապրող դիաբետիկների վիճակն ավելի վատ է, փաստում են ծնողները։ Ճանապարհածախս, բուժման գումար են վճարում, փոխարենը պատկան մարմինները ըստ ծնողների հաշվի չեն առնում, թե երեխան ինչ պայմաններում է ապրում, որ օրինակ իրեն պետության կողմից տրամադրվող ինսուլինը չի բավարարում ամենօրյա օգտագործման համար։ Ուրիշ թանկ դեղորայք էլ է պետք, որը ծնողները գնում են սեփական միջոցների հաշվին։